Այնքան է իր հպարտանում իմ հաջողություններով, մի օր անկեղծացար ընկերներիդ մոտ, ես ավելի շատ երջանիկ հայր եմ, քան ճանաչված արվեստագետ, ով տեսնում է, ասում է ինքը Զառա Արամյանի հայրն է, դու տեսե՞ս Շան աղջկան, ձեռքիցս բռնած տարար դեպի հավատք, նվիրեցիր իմ առաջին աստվածաշունչը, երբ բոլորը թաքուն էին խաչակնկվում, կոմունիստներ էին, ձեռքիցս բռնած մտանք արվեստի աշխարհ, հետո արդեն քեզ հա զարմացնում ու գոհացնում էր իմ սերը դեպի լրագրությունը, հեռուստատեսությունը, ձեռքիցս բռնած ծանոթացնում էիր ընկերներիդ հետ, որոնք այժմ իմ ընկերներն են, հիմա ես եմ բռնում նրանց ձեռքերը, որ կարոտը սառնեմ քեզանից, զգամ քո այսքան կարոտած ձեռքերիդ ջերմությունը, թիթեռ, թռիր հեռու, հեռու, բարձր, բարձր, պատմիր, թե ոնց եմ սիրում ու կարոտում սոցիալական ցանցի իր էջերում հրապարակելով հայրիկի լուսանկարները գրել էր Զառա Արամյանը։ Զառա Արամյանի կերպարի, մտածողության ու ներքին կուլտուրայի ձևավորման մեջ առանձնահատուկ դեր է ունեցել նրա հայրիկը Ֆելիքս Արամյանը։ Նա այն սերնդի ներկայացուցիչներ էր, որոնց կյանքը սերտորեն կապված էր արվեստի, հատկապես թատրոնի հետ, բայց ովքեր երբեք չեն ձգտել հրապարակային փառքի կամ բարձրաձայն ճանաչման։ Ֆելիքս Արամյանը Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, 1969-ից 1984 թվականներին նա աշխատել է որպես ձայնային ռեժիսոր, մի մասնագիտություն, որը տեսանելի չէ բեմի առաջնագծում, բայց առանց որի թատրոնն ու ներկայացումը ամբողջական չեն լինում։ Նրա աշխատանքը պահանջում էր բարձր պրոֆեսիոնալիզմ, լսողության բացառիկ զգայունություն, ճշգրտություն և պատասխանատվություն։ Ձայնը նրա համար պարզապես տեխնիկական միջոց չէր, այլ ներկայացման տրամադրություն, շունչ ու ռիթմ։ Բացի ձայնային ռեժիսորի գործունեությունից, Ֆելիքս Արամյանը եղել է նաև Երևանի դրամատիկական թատրոնի ադմինիստրատիվ կազմի անդամ։ Այդ տարիներին թատրոնը ոչ միայն մշակութային, այլ նաև գաղափարական կենտրոն էր, որտեղ ամեն ինչ կառուցվում էր կարգապահության, հարգանքի ու նվիրումի վրա։ Այդ միջավայրում աշխատելը նշանակում է ապրել արվեստով, հաճախ անտեսելով անձնական հարմարավետությունը։ Ֆելիքս Արամյանը եղել է փակ, զուսպ, սկզբունքային մարդ, նրա խոսքերը քիչ էին, բայց կշռադատված։ Զառա Արամյանը չի ունեցել ոչ քույր, ոչ եղբայր, հարազատ իմաստով, և գուցե հենց այդ միայնակ լինելու զգացողությունն է նրան սովորեցրել առավել գնահատել ընտանիքը, տունը, մտերմությունը։ Զառա Արամյանի մեջ հաճախ էին տեսնում բեմական ազատություն, խոսքի բնականություն, բայց այդ ամենի հիմքում կանգնած էր խիստ դաստիարակությունը, արվեստի նկատմամբ լուրջ վերաբերմունքը, որը գալիս էր հենց հոր կողմից։ Ֆելիքս Արամյանը երբեք չի պարտադրել բեմը, բայց իր օրինակով ցույց է տվել, թե ինչ է նշանակում ծառայել արվեստին առանց ցուցադրականության։ Թատրոնի կուլիսներում ապրած տարիները ձևավորել էին նրա աշխարհայացքը, նա գիտեր, որ արվեստը չի ծնվում միայն փառքի համար, այլ պատասխանատվություն է մարդկանց առաջ։ Այդ պատասխանատվության զգացումը փոխանցվել է նաև Զառա Արամյանին, ով միշտ առանձնացել է խոսքի չափավորությամբ, անկեղծությամբ և մարդկային պարզությամբ։ Ֆելիքս Արամյանը պատկանում էր այն մարդկանց շարքին, որոնց անունները միշտ չէ, որ լայնորեն հիշատակվում են, բայց որոնց աշխատանքի շնորհիվ է ձևավորվել հայկական թատրոնի ու մշակույթի իրական որակը։ Նրա կյանքը անցել է լռության մեջ, բայց այդ լռությունը լի էր բովանդակությամբ։ Զառա Արամյանի կյանքի ճանապարհը հասկանալու համար պետք է ճանաչել նրա հորը Ֆելիքս Արամյանին։ Նրա սառնասրտությունը, ներքին կարգապահությունը, արվեստի հանդեպ հարգանքը հստակ հետք են թողել դստեր կերպարի վրա։ Եվ այսօր, երբ Զառայի անունը հիշվում է սիրով ու ցավով, այդ հիշատակի մեջ անտեսանելիորեն ներկա է նաև նրա հայրը, մարդ, ով ապրեց արվեստի մեջ ու արվեստի համար առանց աղմուկի։ Ֆելիքս Արամյանի անցած ճանապարհը ևս մի օրինակ է, որ մշակույթը կառուցվում է ոչ միայն բեմի վրա, այլ նաև բեմի հետևում կանգնած մարդկանց շնորհիվ։ Զառա Արամյանն իր 55-ամյակին գրել էր. «Մի փոքր երկար է, բայց կարդացեք, ստուգող հարցեր եմ տալու։ Ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որ հետո ամբողջ կյանքումս հպարտությամբ եմ պատմելու ծնողներիս, տատիկ-պապիկներիս մասին։ 3 տարեկանում խաղացել եմ դրամատիկական թատրոնում ու ստացել 30 ռուբլի աշխատավարձ։ Մանկապարտեզ, դպրոց ռուսական, այդ տարիներին դա էր հարգի, դա էր ինտելիգենտ, ընտանիքի ցուցանիշ։
Առաջին դասարանում ազգությամբ ռուս դասընկերուհուս ճանապարհում էի իրենց տուն, այն ժամանակ Ամիրյան կոչվող փողոցում ու անհոգ բարձր բլբլացնում ռուսերենով, ու այդ պահին ինձ մոտեցավ մի տարեց մարդ, ճերմակած մազերով ու շատ խրոխտ ձայնով ասաց՝ «Դու ինչ ռուսի ճուտ ես, որ ռուսերեն ես խոսում», ու ուժեղ ապտակեց դեմքիս։ Ես ամբողջ փողոցով լաց էի լինում ու զարմանում, ինչու կանգառի ոչ մի մարդ չպաշտպանեց ինձ։ Մեկ էլ մի կին պատկառանքով նայելով այդ մարդու հետևից կամաց մոտեցավ ինձ ու ասաց՝ «Մի լացիր, աղջիկ ջան, ու հիշիր ամբողջ կյանքումդ, քեզ ապտակեց Շիրազը»։ Երևանի պետական համալսարանի հետաքրքիր տարիներ, քանզի երջանկահիշատակ պրոֆեսոր Լևոն Մկրտչյանն իր ուսանողների հետ հանդիպման էր հրավիրում այդ տարիներին շատ ճանաչված Բուլատ Օկուջավային, Վլադիմիր Վիսոցկուն, Բելա Ախտամուդալինային, և ինձ 3 կուրսի ուսանողուհուս առաջարկեց լինել իր 2 գրքերի խմբագրական կազմում։ Ռադիոն մտավ իմ կյանք։ Երկար 16 տարիներ աշխատեցի ռադիոյում ղեկավարելով Սփյուռքի համար տրվող հաղորդումների խմբագրությունը։ Հայրս ձեռքիցս բռնած ինձ բերեց Աստծո մոտ, նվիրեց առաջին Աստվածաշունչն ու ասաց՝ կկարդաս ամբողջ կյանքումդ անընդհատ ու քո բոլոր հարցերի պատասխանները կգտնես այստեղ։ Այսօր էլ եմ կարդում ու զարգանում, թե ինչքան նոր բան եմ սկսում հասկանալ։ Ռադիոյում սկսեցի ամեն կիրակի վարել հյուր Զառայի մոտ ժամանցային ծրագիրն ու ինձ հյուրընկալում էին ճանաչված մարդիկ։ Բայց շատ թեթև զրույց էր։ Օրինակ Սիլվա Կապուտիկյանն անեկդոտ պատմեց, նվիրեց իր գիրքն ու մակագրեց՝ արտաքինով Զառա, բայց իր ծագումով Զարուհուն։ Ձայնագրվեց Վահագն Դավթյանի Ռեքվիեմը։ Հայրս կատարեց երաժշտական ձևավորումը։ Երբ կարդում էի պոեմը, ամուր փակ ստուդիայում աչքերս չէի բարձրացնում, որ չտեսնեմ տաղավարում ներկա Վահագն Դավթյանին։ Ավարտեցի այդ բավականին երկար պոեմը, դուրս եկա ձայնագրման ստուդիայից ու հենց մտա տաղավար, Դավթյանը նստած տեղից վեր կացավ ու աչքերն արցունքներով լի սկսեց ինձ ծափարել։ Այդ և այլ շատ ձայնագրություններ գտնվում են ռադիոյի պահոցում։ Չունեմ ոչ քույր, ոչ եղբայր, նկատի ունեմ հարազատ։ Այդ քաղցրությունն ինձ սկսեցին տալ իմ ողջ կյանքում ընկերուհիները Քաղցր ու Անուշ։ Այդպես իմ լավ ընկերներից մեկը Ռուբեն Թումանյանը ձեռքիցս բռնած բերեց ինձ հեռուստատեսություն, ծանոթացրեց Ռոբերտ Մավիսակալյանի հետ ու ինձ երկուսով կնքեցին համով Զառա և նպաստեցին, որ իմ կիրակնօրյա ռադիոհաղորդումն անեմ հեռուստատեսությամբ։ Այդպես ծնվեց այսօր արդեն 35 տարեկան Համով զրույց հաղորդումը։ Առաջին նկարահանմանս ավարտից հետո գլխավոր օպերատոր լուսահոգի Բորիս Պետրոսյանն ասաց՝ «Զառա ջան, կամերան քեզ սիրեց, դու երկար տարիներ ես լինելու եթերում»։